истории, которая признавалась в Азербайджане до начала государственной политики фальсификации в 1980-х годах. И вот что мы читаем в этом учебнике. Приведем отрывки. Карабах и Мильская степь в древности были армянскими землями и находились под управлением армянских царей. Кавказская Албания хоть и приняла христианство, но сами албаны в массе своем так христианами и не стали, а продолжали оставаться язычниками до принятия ислама в VII веке. В отличие от тех областей, которые были под властью армянских царей и где жили армяне на Горный Карабах и частично равнина возле Куры. Карабахский диалект армянского языка образовался 2000 лет назад. Граница между Арменией и Албанией шла по реке Курань. 2000 лет назад рядом с современным Ереваном находилась столица Армении, город Арташат, где армяне воевали против римлян, а грузины и албаны были союзниками армян. Учебники по истории Азербайджана, которые издавались до начала политики фальсификации в 1980-х годах, не отрицали практически ничего из того, что мы сегодня в интернет-спорах с азербайджанцами рассказываем и доказываем современным молодым, зомбированным ложью интернет-ботам. Современные азербайджанцы уверены, что термин «Арцах» армяне придумали в 1990-е годы. Но мы видим, что термин «Арцах» для обозначения Нагорного Карабаха встречается в школьном учебнике по истории Азербайджана 1972 года издания. Пусть современные азербайджанцы читают эти книги, по которым в школе учились их дедушки и бабушки. Присутствие армян в Прикаспийском регионе исчисляется тысячелетиями. Вот, например, что говорится об этом в учебнике «История Азербайджана» издательства «Маалиф» за 1972 год под редакцией азербайджанского историка Мамед Бейли. В 1966 году до нашей эры войска римлян вновь вторглись в Закавказье. Огромная армия римского полководца Помпея расположилась на берегах Куры. А вот еще. Երկու րոպե համբերենք, հա, մեր ընկերների մասնակցությունը ապահովելով և սկսենք մեր խնդրի առարկաների քննարկումն ու բացահայտումը։ Так, քանի որ բլոկում են այս ֆորնիկները մեզ, էլի, ավելի շուտ ինձ, բայց եթե հարցեր կան, եթե հնարավորություններ կան, ասինքն ում մոտ էլի իհարկե, գրեք կոմենտներով, ասենք մեկնաբանություններով համատեղ քննարկենք, բայց այսօր ևս հետաքրքիր հարցադրումներ են սկսվելու։ Կուզեիմ երկու ասած մտքերով գաղափարախոսությամբ կամ ցանկություն ունեցող անձանց հետ մտնել պոլեմիկայի մեջ, այսինքն հարց ու պատասխանների միջոցով սկսենք քննարկել այսօրվա իրավիճակը եւ նաեւ սպասվող process-ների դրանց շրջանակի մեջ քննարկվող, կայացվող գործողությունների, որոշումների վերաբերյալ մեր տեսակետներն ու փաստագրական տվյալների ներկայացումը։ Սկսենք, հա, երևի, հա, ասենց ասած։ Նայրա ջան, մեր ընկերներին էլ եթե նեղություն չի, դու էլ մի հատ փոխանցի, որովհետև այս պոռնիկները ամեն կերպ աշխատում են, որ բլոկ են, էլի, թույլ չտան։ Մի րոպե, один момент, սկսենք հեսա։ Так, фитл. Так, дорогие наши товарищи, совсем дорогие. Մի տեսնենք ինչ ենք անում։
մռոպե։ Թք։ Ինչ ենք մի րոպե։ Թք։ Մի րոպե։ Բարերեկո, Կարեն ջան։ Դե ինչ, եթե ինչ-որ հարցեր կան, հարցերը ուղղեք, եթե չկան, էլի ես սկսում եմ։ Լուրեր։ Так, дорогие наши соотечественники, հա։ Նախ ուզում եմ սկսեմ, գիտեք ինչից, այս վերջերս իբր թե այս պոռնկացիները վերաբերում է հանդիմություն ու իշխանություն կոչված պոռնիկներին։ Եվ այդ ամենի շրջանակում այս վիժվածքների, էլի, դրանց գործունեության, դրանց ոնց որ ասած խաղերի շրջանակում ի հայտ եկա, որ Վրաստանի սահմանապահները բռնագրավել են Թուրքիայից եկող հայկական անձնագրեր, նաև ID քարտեր։ Ուրեմն նախ սենց ասեմ, այդ ամենի շրջանակում այս տեղի կոչված էլի իհարկե պոռնկացին ԱԱԾ կոչվածը, հատուկ քննչականը, հակակոռուպցիոնը, գլխավոր դադաղազ կոչվածը եւ մնացած պոռնիկները անմիջապես պետք է որ քրգոց հարուցեին, վարույթ նախաձեռնեին ու դրա շրջանակներում սկսեին արդեն քննություն, ով է պատվիրել, ինչ նպատակներով, ում է հասցեագրված եւ ամբողջական ոնց որ ասած օբյեկտիվ քննություն կատարելու նախաձեռնությամբ լծվեին, էլի, այս բոզի վաստակները։ Առավել եւս դա պետք է որ եթե հանդիմություն կոչված է, էլի ձեր գիտակցությամբ դրա մեջ չէր, ապա ինքը պետք է անմիջապես դրա մասին ներկայացրել դադաղազին, դադաղազությունը համապատասխան ընթացակարգով վերահսկողությամբ սահմաներ արդեն իսկ քննչական գործողությունների կատարողական գործընթաց եւ իրոք բացահայտվեր ինչ նպատակով է գալիս այդ անձնագրերը, ում է հասցեագրված, ինչ նպատակներով եւ դրա շրջանակներում նաեւ ով է ուղարկել։ Եթե Թուրքիայից է գալիս, ուրեմն Թուրքիայի, չէ։ Հիմա եթե Թուրքիայի ղեկավարություն, իշխանություն կոչվածը դրա հետ որևիցե կապ չունի, Թուրքիա կոչվածն էլ Էրդողանի այդ պիդրի անմիջապես գլխավորությամբ պետք է նաև նա սկսեր իր ցուցումներով պարտադրել, որ բացահայտվի, որովհետև ստացվում է, որ փաստացի անմիջական միջամտություն, չէ, ձեր գիտակցությամբ ներքին գործերի, հա, պետություն կոչվածի, ըստ ձեր գիտակցության։ Բացի դա, ինչ նպատակով են կատարվում, տեսեք, այստեղ տարբեր վերսիաներ կան։ Նախ այն վերսիանա, որ եթե անձնագրերը գալիս է, ուրեմն ստացող կազմ էլ կա, ճիշտ է, նու այնտեղ ներկայացված էր մոտ 200,000 անձնագրեր եւ մոտավորապես 25,000 ID քարտեր։ Հա։ Փաստացի տեսեք, մեր այսօրվա փաստերի հիման վրա, այսինքն
գործող արկա հիմքերը, որ մեզ կա եւ տրամադրվել է արդեն իսկ Վրաստանից, մոտավորապես 225,000 հասցեատեր կա։ Հիմա այդ հասցեատերերը ով են։ Օրինակ, եթե մեր Հայաստանի Հանրապետություն կոչված քաղաքացիներ են, ապա Թուրքիայի անձնագրերը ինչի համար են, ID քարտերը ինչի համար են, չէ՞ որ իրանք արդեն իսկ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ըստ ձեր գիտակցության քաղաքացիներ։ Նրանց պետք չի։ Հիմա երկրորդ տարբերակը։ Ուրեմն այստեղ կան արդեն իսկ 225,000 մեր տվյալներով, արկա տվյալներով 225,000 հասցեատերեր, որոնք պակիստանցի են, որոնք Թուրքիայից են, այսինքն Էրդողանն աղարգե, ուշադիր, ադրբեջանցիներն են ղրգե, տերորիստական խմբեր, որոնք այսօր իշխանություն Հայաստանի Հանրապետություն կոչված իշխանության հետ համատեղ ստեղծել են բանդաներ եւ նաեւ հիմքեր, որ նրանց գործունեությունը այստեղ դիտարկվի, ներկայացվի որպես օրինական։ Մյուս տարբերակը, մյուս խնդրո առարկան կայանում է նրանում, որ հանդիմություն իշխանություն կոչված այդ պիդռները, տեսնելով, որ բնակչությունը, ազգը, այլևս նրանց նկատմամբ որիցը հավատ չի ներշնչում, վերացել է նրանց նկատմամբ, այսինքն սկսել են գիտակցել, հասկանալ, որ այս պիդռները նույն գարշոկի մեջի քաքն են, եւ բնականաբար ում վրա էլ ձերքը դնես, քաքի օտա գալիս։ Եվ այս պիդռները փաստացի ազգուպետություն են վերացնում, վերացրել են եւ վերացնում են։ Ուստի եւ այստեղ եկել են երկու ստեկ համաձայնության, հանդիմություն իշխանություն կոչված պիդռներով, նաեւ այս դաշտում հանդիմություն իշխանություն, ընտրություն եւ այլ խաղացող պիդռների հետ, Սիամո Կարապետյաններ, Այդմոնդներ, Ֆլանֆստաններ, ես ես ավելի նաև հիմնավոր փաստագրական տվյալների վրա կխոսեմ ձեզ հետ, որ ձեր գիտակցությունը ավելի սկսի աշխատել, ձեր ֆունկցիաները սկսի արթնանալ, եւ տեսնելով, որ իրենց արդեն իսկ գործունեությունը որևիցե կերպ չի կարող համարվել ազգային պետական, կամ պետականամետ, ուստի եւ եկել են համաձայնության ներգրավելով ադրբեջանցի, պակիստանցի, թուրք կոչվածների, խմբերը, նրանց մուտքը, ապօրինի մուտքը, չէ՞ որ հիշում եք, չէ՞ միառժամանակ էլ Հայաստանի կոչված պիդռները բազմիցս անձնագրեր են տվել ադրբեջանցի տերորիստներին, որոնց մեջ մտնում են պակիստանցի, Թուրքիայից վարձկաններ եւ այլն։ Այսինքն ստեղ կա խմբավորում բանդա, ռեժիմ, որը բռնազավթել է մեր իշխանությունը, որոնք համատեղ իրականացնում են Արմենիայի վերացումը, ազգի պետության ոչնչացումը, համակարգերի վերացումը, որի մեջ նաև մտնում են մուսռները, դադաղազները, ԱԱԾ-ն, քնչականը, որովհետև բացի այն ղեկավար կոչված պիդռներից, ԱԱԾ-ի, դադաղազության, քնչական, հակակոռուպցիոն, նաև կան հասարակ աշխատակիցներ, որոնք ասենք կարևորագույնս պաշտոնների վրա չեն եւ ըստ էության ունեն գենետիկապես արմատներ, որոնք թրքական չեն, ջհուդական չեն եւ նրանց գործածություն մեջ դնելով իրենց ինչ լինելը, որովհետեւ իրանք ինչ են, իրանք ով չեն, որովհետեւ դրանք գործիք են, գործիքակազմ են, վեցնոցներ են, ստրուկներ են, ռաբեր են, ճորտեր են, բայց մարդ չեն։
հանուն իրանց լափի աշխատում են իրանց տերերի համար ազգի պետության դեմ, բայց իրանք էլի չեն գիտակցում, որ վաղը մյուս օր այն 4 տոնածառները, որը պատրաստվում է, իրանց ոռնել են մտնելու ճեղելու ու ոռնալով սատկելու են այս պիդրները։ Հիմա փաստացի ինչ է ստացվում, որ կա հասցեատեր եւ այդ հասցեատերերը այսօր հանդիսանում են տերորիստական խմբեր Պակիստանից, Թուրքիայից, Ադրբեջան կոչվածից, նաև ֆուցնների կազմից։ Այս վերջի իրադարձությունները կապված ֆուցնի, այն պիդրի հանդիպումը Ահմեդի հետ գրկախառնումը հիմնավորեց այն փաստը, որ ֆուցն կոչվածը ոչ թե բախվել են շահերը Ահմեդի հետ, Ալիևի հետ, կամ այլ շահեր ունեն, ոչ, այս բոլոր իրադարձությունները կապված մեր ազգի, մեր պետության հետ, մեր տարածքների վաճառքի հետ, որի անմիջական մասնակցությունն ունեն Քորը, ինքը Լևոն Տեր-Պետրոսյան, ինքը Կազբեկը, ինքը Խալիլով Լենդրոշը, ինքը Ռաուֆ Սեյդօղլին, ինքը Ռոբիկ Քոչարյանը, ինքը Սերժիկ Սարգսյանը, ինքը Սերժիկ Նարիմանովը, ինքը Փաշօղլին, ինքը Նիկոլ Փաշինյանը եւ իր համակարգերը, որովհետեւ տարանջատել, որ Փաշօղլին տվեց, Փաշօղլին ծախեց, Փաշօղլին տարավ ցեղասպանեց, դա մանկապարտեզի երեխաների մտածելակերպ է, որովհետեւ եթե այսօր այս մուսռները դադաղազություն կոչվածը, այդ գործակալական ցանցեր համարվող դադախազությունը, ածխքնչական դատարաններ եւ այլն, այս պիդրի ոռը կեղտոտ ոռը չպահեն, չծառայեն թե նախկին, թե այսօրվա այդ պոռնիկի վաստակներին, Փաշօղլինովը Փաշօղլին ոնց կարող էր ծախել, ոնց կարող է պատել մեր ոսկե սերուսկին զոհաբերեր, ցեղասպաներ։ Ես մի իրադարձություն հիշատակեմ, էլի, այն բթամիտների ու անասունների ժամանակին մի քանի տարի առաջ ինձ կանչեցին այս պաշտպանության նախարարության մոտ հանդիպման ծնողների հետ։ Դրա տեսագրությունը կա իդեպ, ու ես բացատրում էի, թե ումից սպրոս անեք որպես ծնող, ովքեր են մեղավոր, ինչի են տարել ձեր երեխաներին, տարել են որպես ինչ, ուր են տարել, արդյոք իրավունք ունեին տանելու թե չէ։ Մի երկու հատ բոզի տղա մտածնող էին, թե ես իմ ովքեր էին, ես չգիտեմ, բայց հաստատ աշխատում էին այս պոռնիկի ծնունդների վրա։ Մենք քաղաքականությունով չենք զբաղվում, արա այ բոզի տղա, այ գանդոններ։ Երեխան ծնվելուց անմիջապես քաղաքականության մեջ է։ Եվ այն բթամիտները, այն հիմարները, այն անգրագետները, որոնք ասում են, մենք քաղաքականության մեջ չկանք, դրանք հիմար են, դրանք անգրագետ են, որովհետև երեխան ծնվելուց արդեն պարտադրված է այն քաղաքականության մեջ գործելու, ապրելու, սնվելու, մեծանալու եւ այլն, որը պարտադրված է այս ռեժիմի, այս թրքաջհուդական ռեժիմի կողքից, պարտադրված է, թե դու ինչ պիտի սովորես, պարտադրված է, թե դու ինչ պիտի դառնաս, ում ծառայես, ուշադիր, ինչի համար կյանքդ դնես, ինչ ուսանես, ինչի մասին ուսանես, որ պատմությունը, քո պատմությունը, թե այլ պետության պատմությունը, քո պատմությունը ջնջելով, ամրագրես, ընկալես, սովորացնեն այն ինչ որ պարտադիր է ձեզ ցուցումներով ի կատարածելու, թե ձեր ազգի, ձեր սրբությունների, ձեր հոգևորի, ձեր բնորանի, ձեր ավանդույթի, ձեր մշակույթի, ձեր լեզվի վերաբերյալ
կարևորագույնս խնդիրներով։ Դա արդեն իսկ ձեզ պարտադրված, երեխաներին պարտադրված քաղաքականությունն է։ Եւ ձեր երեխաներին, որ տարան այսօր զոհաբերեցին, դեռևս 90 թվականներից, դա հենց այդ քաղաքականությունն է, որին դուք չեք ընկալում, չեք հասկանում, չեք ընդունում, որ դուք կամա թե ակամա քաղաքականության մեջ եք եւ պարտադրված եք կատարել անել այն, ոչ թե ձեր ցանկությունները, այլ պարտադրված ցանկությունները։ Եվ ձեր երեխաներին փաստացի տեսեք խաբեությամբ, խարդախությամբ հրահարեցին պատերազմ եւ մեր ոսկեսերուցքին, ձեր երեխաներին, ձեր հայրերին, ձեր քույրերին, ձեր եղբայրներին տարան զոհաբերեցին, գենոցիդի ենթարկեցին։ Մուսռների, դադախազների, դադավորների անմիջական մասնակցությամբ, նրանց իսկ համատեղ գործունեությամբ, որովհետև 91 թվականից ամրագրել էին որպես ադրբեջանական տարածք, փաստացի ձեր երեխաներին, ձեր հայրերին, ձեր եղբայրներին, ձեր քույրերին տարել են որպես վարձ ու վարձկաններ զոհաբերելու, ցեղասպանելու, գենոցիդի ենթարկելու։ Եվ դրան մասնակից են բոլոր համակարգ կոչվածները, կուսակցություն կոչված պոռնկացիների հետ համատեղ, ազգային ախորի դեպուտանկեքի հետ համատեղ, մուսռներով, դադախազներով, ԱԱԾ, քնչական, բոլոր համակարգ կոչվածներով։ Բայց դրան որևիցե մեկը որևիցե կերպ չի անդրադառնում։ Ինչի չեն անդրադառնում։ Որովհետև բոլորը դրա մեջ է, որովհետև բոլորը նույն թիմից են։ Բոլորը։ Հիմա տեսեք, այս Հալմաթայի հռչակագիրը, որից փախնում է Խերժոն Ռաուֆը, հենց դրա մասին խոսում ես, ասում է, դες բան չի եղել։ Բոզի տղա ոնց չի եղել։ Որ դուք ստորագրել եք, որ դուք ի կատար եք ածել, եթե չի եղել դա։ Բայց այդ դեպքում Արցախը ինչի՞ չեք ճանաչել որպես Հայաստանի վարչատարածքային միավոր։ Եթե Տալմաթան չի եղել, այդ ո՞նց է, բա ռեֆերենդումը հանրակրվեն, ինչի՞ չեք ճանաչել, չէ՞ որ դա միջազգային նորմ է, միջազգային իրավունք է, հա։ Հա պոռնիկի ծնունդն էր։ Եթե դուք դրա հետ կապ չունեք, այդ դեպքում քորը ձեզ ինչի համար է բերել։ Տեսեք, հասարակ պարզ հարցեր եմ տալիս, որի պատասխանները ցանկացած գիտակից մարդ պիտի որ ընկալի հասկանա, գիտակցի եւ նաեւ համապատասխան եզրակացություն անի։ Հիմա տեսեք, քորը ինքը իր բերնով դուք բոլորը այդ ամենին ինֆորմացված եք, տեղյակ եք եւ նաեւ մասնակից եք եղել, Facebook-յան այս կոչված էջերով պատտվում է, որ քորը իր բերնով ասում է, ես եմ գնացել բերե Խերժոյին էլ, Ռաուֆին էլ։ Հիմա տեսեք, մի պարզ հարց դες տամ։ Ըստ ձեզ, սա ճակերտները կբացեմ, ըստ ձեզ, եթե այլ պետության թագավորը կառավարում է ձեր թագավորությունը կամ մեկ այլ թագավորություն, համատեղ, համ իր թագավորությունը, համ էլ ձեր թագավորությունը, կամ Պողոսի թագավորությունը, այդ դեպքում ո՞նց եք մտորում, ո՞նց եք մտածում, ո՞նց եք վերլուծում, ո՞նց եք եզրակացություն անում, ինչ հիմքերի վրա, որ եթե նա կառավարում է այդ պետությունը, որի թագավորը, որի քաղաքացին ինքն է, ապա այդ պետություն կոչվածը, որին ինքը կառավարում է, ինչ է, կարող եք ասել, հա, հարց եմ տալիս, տեսեք, պարզ հարց եմ տալիս, դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ դու պետություն չես, դու քո ղեկավարությունը, իշխանությունը չունես, քո թագավորին չունես, այդ պիդրի ասած սարնին աստայած չի,
եւ փաստացի նա զավթել է քո երգիրը եւ պարտադրում է անել այն, ինչ որ իրան է պետք, ոչ թե քեզ։ Փաստացի այդ պետությունը չի կարող դիտարկվի որպես պետություն, անկախ պետություն, չի կարող դիտարկվել որպես պետություն։ Հիմա ձեր բերեմսս մանրացնելով մատուցեմ ձեզ։ 1991 թվականին Ալմաթայի հռչակագրով ճանաչվել է Արցախը մեր Արցախը որպես Ադրբեջան գոյություն չունեցող վարչատարածքային միավոր։ Նորից միած սենց պատմության էջերը ձեզ մատուցեմ, որովհետև դուք հիշողություն չունեք, կամ դուք իրոք գանդոն եք ձեր էությամբ եւ սովորեք, որ ձեզ մատուցում ներկայացնում ձեզ հետ վերաբերում են որպես գանդոնների։ Վերաբերում են նրանց, ովքեր ուշադիր, ովքեր ընկալումը, գիտակցությունը, վերլուծությունը կապում են այն երևույթների հետ, որ իբր թե թագավոր կոչվածը իրենց համար սրբություն է, ու այդ սրբությունին իրենք ծառայում են, համագործակցում են կամ օրթախ նույն բոզի տղեկն են, այսինքն թուրքի շինված, բազմակի օգտագործված պոռնկա ծնունդներ։ Հիմա քորը, որ ասում էր բերել եմ Խերժոյին էլ Ռաուֆին էլ Ռոբիկ Քոչարյան կոչվածին։ Հիշում եք, չէ, նաև հիշեցման կարգով քոր ասում էր, որ փախած էր Արցախից փախած էր Խերժոն էլ, փաստացի Ռաուֆն էլ, Ռոբիկ կոչվածն էլ։ Ինչ էին փախած։ Իրանց հողից իրանք փախած էին։ Որովհետև այդ ժամանակ ինքնորոշման ռեֆերենդում կոչվածը ընթացքի մեջ էր։ Եվ նրանք փաստացի բացահայտված էին որպես թուրքաջհուդական գործակալներ, որովհետև Խերժոն հանդիսանում է նաև Ադրբեջանի գործակալ, նույնը Ռաուֆը, որ համել դրանք հանդիսանում են ծնունդով թրքաջհուդներ։ Ռաուֆի հերը թուրքա, քուրը Ադրբեջանում 4 հատ ամուսնացած ադրբեջանցու է, 4 հատ երեխա ունի, մյուս եղբայրն էլ Թուրքիայում է։ Հիմա հարցը առաջանում։ Ալմաթայով ամրագրված է որպես Ադրբեջանի տարածք։ Տեսեք, անդրադարձ կատարեմ 2 բառով պատմության գրքին, եթե Ադրբեջանը 18 թվականին գոյացել է, ոնց է գոյացել, ոնց է կայացել, կայանալու համար պետք է ռեֆերենդում, ճիշտ է։ Հիմա, երկրորդը, կայացել է ում տարածքում է կայացել, հողոթի մեջ չի կայացել, ոնց է կայացել, պիտի ռեֆերենդում ըլներ, չէ, հանրակրվել լիներ, որի հիման վրա ասվեր, հետո, ում կազմի մեջ, որտեղ է կայացել, այդ օդի մեջ էր այդ երգիրը, հողը, որ եկան կայացան, ոնց կայացան, հա? 1979 թվականին Հայաստանի Հանրապետություն կոչվածի Գերագույն խորհուրդը որոշում է կայացնում Ղարաբաղը վերամիավորման մասին Հայաստանին։ Բայց քանի որ այն ժամանակ գտնվում էին ԽՍՀՄ համակարգի մեջ, ապա բոլոր որոշումները հաստատվում էր ԽՍՀՄ-ի կողմից, Մոսկվա կոչվածի կողմից։ Մոսկվան մերժում է։ Դրա համար 1990 թվականի հունվարի 13-ին խոսում եմ փաստաթղթով։ Հայաստանի կոչված Գերագույն խորհուրդը նոր որոշում է կայացնում Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, որից հետո գնում է ինքնորոշում խաղը, որ Ղարաբաղը առանձին է ինքնորոշվում, Հայաստանն էլ ինքնորոշում, բայց այդտեղ հարցը առաջ գալիս։ Մենք ինքնորոշման խնդիր ենք ունեցել։ Մենք որտեղ ենք ինքնորոշվել։ Ում հողի վրա։ Ինչ Հայաստանի Հանրապետություն, մի րոպե։
Մենք Արմենիան ենք։ Մեր Արմենիայի տարածքն է, մեր պահանջատիրություններով 480,000 քառակուսի կիլոմետր։ Ինչ ինքնորոշում։ Հա? Կամ Արցախ ինչի պետք է ինքնորոշվի։ Մենք չէ որ բռնակացել են։ Ադրբեջան պետություն գոյություն չունի, չի ունեցել։ Չի ունեցել։ Ունենալու համար եւս ինքնորոշում կոչվածի համար եւս հիմքեր են պետք։ Ես բազմիցս զապրոս եմ արել, հարցում եմ կատարել։ Կա իրավական ակտեր, որի հիման վրա ճանաչվել է, փոխանցվել է, ընդունվել է եւ այլն։ Չկա, որևիցե մեկը գոյություն չունի։ Հիմա ձեր գիտակցությամբ Ադրբեջանի վարչատարածքային միավորը Արցախը, այսինքն ադրբեջանական տարածք է, ճիշտ է։ Այս 4 սպիդերները ուրեմն դες խափել են։ Այս 4 սպիդերները ուրեմն իրենց համակարգերով հանդիսանում են պետական դավաճաններ, միջազգային հանցագործներ, պատերազմներ, հրահրողներ։ Հիմնավոր են։ Բերել է, Ռաուֆ, տեսեք, քորը ասում է բերել եմ։ Նա չի ասում նշանակել եմ, որովհետև մեր սահմանադրությամբ, մեր օրենքներով նման օրենք չկա, որ ադրբեջանցին թուրքը կարա գա նշանակվի նախագահ, վարչապետ եւ այլն։ Հիմա ադրբեջանցուն բերեց, նշանակեց նախագահ, 10 տարվա քաղաքացիություն չուներ, նշանակել է, ով է մասնակցություն ունեցել, Վզգոն, Թեմիրճյանը, Քորը, համակարգերը, դադախազություն, ԱԾ, քննչական, ազգային նախորդ դեպուտանկեք կուսակցություններ։ Տեսեք, բոլորը սրա մասնակցություն ունեն։ Հիմա դուք եթե օլուխ եկել է, էշ եկել է, ես դրա մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ այն համակարգ կոչվածներին, որոնք պարտավոր են գիտելիքներ ունենան։ Դուք խոսում եք այսօր օրենքներից, այդ օրենքները պետք է կիրառվեն, գրված է ինչի համար, որ ворները ծրփեք, հետո լպստեք արա։ Թե օրենքը գրված է, հավասարազոր պետք է կիրառվի, ճիշտ է։ Հիմա հարց եմ առաջանում։ Այլ պետության ադրբեջանցին ձեր թշնամին, որ գալիս է նստում է թագավոր, դա ինչ է նշանակում։ Հա? Կամ ադրբեջանցուն, որը հանդիսանում է մեր թշնամին, ո՞նց է գալիս։ Ով է ինչի համար եք բերում։ Ասեք հարց արակ, պարզ հարցերա։ Ինչի համար այ պորնիկի ծնունդ, եթե դու գիտակցություն չունես, պիտի լիներ դադախազություն։ Ենթադրենք քորը շիզոֆրենիկա, անմեղսունակա, հա, կամ բոզի տղա է թուրքի շինված ատխոդ, հա, որը շահագրգռված է, որ թուրքին բերի նշանակի եւ թուրքը իրականացնի թուրքական ծրագիրը։ Տեսեք ինչ եմ ասում։ Հիմա, եթե քորը դա չի գիտակցում, ու ինքը ուրեմն անմեղսունակ է։ Եթե ինքը գիտակցելով այդ այրը համակարգերի հետ Դեմիրճյան, Վզգոյ եւ այլ համակարգերով հանդերձ, ուրեմն սրանք գործակալներ են։ Ուրեմն գործակալները պետական դավաճաններ են, որովհետեւ գործել են նաեւ մեր ազգի մեր պետության դեմ։ Ուրեմն այդ բոլորը հանդիսանում են պետական դավաճաններ եւ նրանք, ովքեր սպորնիկներին, այս 4 սպորնիկներին, այս 91 թվականից սկսած առօրս գործող համակարգ կոչված, իշխանություն կոչված եւ այլն, կուսակցություն, ազգային նախորդ դեպուտանք, բոլորը հանցագործներ են, ոչ միայն պետական դավաճաններ, այլ նաեւ միջազգային հանցագործներ, որովհետեւ նշանակելով ադրբեջանցուն որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, նա բնականաբար տանելու է այն քաղաքականությունը, այն ծրագիրը, որը իր ցեղակիցներն են պարտադրում, իր ցեղակիցների շահերից է բխում։ Եվ դուք գիտակցաբար թե անգիտակից ծառայելով, իրականացնելով համատեղ մասնակցություն ունենալով ընտրություն եւ այլ ազգային ախորի դեպուտանկեքի ընտրություն, քաղաքական շոուներ եւ այլն, դուք կամա թե ակամա
դառնում եք հանցակից մասնակիցներ այդ բոլոր հանցագործություններին, պետական դավաճանություններին, ազգիդեմ իրականացված ցեղասպանությանն, գենոցիդին, որոնք միջազգային կոնվենցիաներ են, պատերազմների հրահրմանը, ազգերի բախմանը, ազգերի ժողովուրդ բախմանը, տարածքների վաճառքին, ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմանը, ձեր երեխաներին որպես հայրերին, քույրերին, աղբերներին եւ այլն որպես վարձու վարձկաններ զոհաբերելուն, էլի գենոցիդի ենթարկելուն։ Ես սրանք քրեական օրենսգիր, էլ չեմ խոսում մանկապղծություն եւ այլ հոդվածներով, չեմ խոսում դրա մասին։ Ես խոսում եմ կոնվենցիաներից, որոնք այս պոռնկածանունները եւս ստորագրել են։ Եվ բոլորը ենթակա են միջազգային նաև օրենքներով, իդեպ միջազգային պոռնիկներն էլ դրա հետ։ Հիմա տեսեք մի բան էլ ասեմ։ Եթե 91 թվականից արդեն տված է Արցախը որպես Ղարաբաղ Ադրբեջանի տարածք։ Բանակցությունները ինչի շուրջ էին գնում։ Հա? Ինչի շուրջ էին բանակցություններ գնում։ Կարակ ասեք։ Հասկանանք էլի մենք դուք տեսնեմ գիտակցություն ունեք, գիտակցություն չունեք։ Այս բոզի տղեկ են Խերժոն, Ռաուֆը, Միսկի խումբը ինչի համար էր։ Եթե 91 թվականով ամրագրված է, որպես Ադրբեջանի տարածք։ Միսկի խումբ, միջազգային կոչվածներ, ինչի համար է։ Հա? Համանախագահները կներեք ում խերն են պետք, ինչի համար է։ Ինչ են բանակցում, արա։ Ինչի մասին են բանակցում, եթե տված է։ Այսինքն դա ֆիկցիա է։ Ու են սիամոները, դոդիկները, են ուռուփենները, ես իմիջ մնացած պոռնկացիները, լֆոները մնացածը, դրանք բոլորը ծառայում են այս թրքաջուդական գործակալական ցանցի եւ գործում են մեր ազգի, մեր պետության դեմ։ Այսինքն սրանք բոլորը հանցակից մասնակցություն ունեն, այս բոլոր կատարված 91 թվականից։ Են դրա անցածին չեմ անդրադառնում 15 թվական։ Սա որոշակի անդրադարձ եւս կատարեմ 15 թվականին էլ 23 թվականին էլ։ Նորից եմ ասում 91 թվականից սրանք բոլորը հանցակից մասնակից են մեր ազգի, մեր պետության դեմ կատարված բոլոր հանցագործություններին, ցեղասպանություններին, գենոցիդին, տարածքների վաճառքին, համակարգերի վերացմանը, պետության պետականության ոչնչացմանը։ Հիմա իդեպ ինֆորմացիան այս վերջերս տարածվեց նաև այն բանի մասին, որ հիշում եք, հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ցեղասպանության ճանաչման եւ այլ հարցերի տարածքային եւ այլ հարցերի վերաբերյալ խնդրու առարկաները մի պահ հիշում եք, չէ, Էրդողանը որ հայտարարեց, որ եթե ցեղասպանության վերաբերյալ այս խնդիրները կամ փաստերը սկսեն բացահայտ կերպով ներկայացվել մեզ մեղադրանքի տեսքով, մենք կբացենք արխիվները։ Հիշում եք, անգամ քորը միաժամանակ անց խոսեց այն բանի մասին, որ գիտեք ինչ կա, մեր ժամանակ դրա մասին չէր խոսվում, բայց այս վերջերս խոսվում է։ Բայց եթե դուք այդքան մաքուր եք, չէ, եթե ձեր տակը կեղծ չկա, ապա ձեզ համար փաստերը հերիք են, որ ազգի դեմ, մեր Արմենիայի դեմ կատարված է ցեղասպանություն, գենոցիդ։ Ոչ միայն Արմենիայում, ըստ ձեր գիտակցության Հայաստանի Հանրապետության, այլ նաև Արևմտյան Հայաստանում, Կիլիկիա, Նախիջևան, Ադրբեջան եւ այլ։ Հիմա հարցը առաջանում։ Ինչ արխիվների մասին է խոսքը։ Պարզվում է, որ
Թուրքիա պետությունն էլ գոյություն չի ունեցել։ Թուրքիա պետությունը ես հիշում եք մի ժամանակ նաև հիշատակեմ ներկայացրեցի, որ 15 թվականի շրջանակի մեջ մեր Արևմտյան Հայաստանում, որ այսօր ձեր գիտակցությամբ Թուրքիա է, Կիլիկիա եւ այլն, բնակվում էր 30 միլիոն բնակիչ։ Այն ժամանակվա ծխամատյաններով ու 30 միլիոն բնակչի մեջ 90%-ը մեր ազգի ներկայացուցիչներն են եղել։ 20 միլիոնը, ասենց թվայինով ասեմ, որ ձեզ համար հասանելի լինի։ 20 միլիոն եղել է մեր ազգի ներկայացուցիչներ, 10 միլիոն եղել են հունացի, այնտեղ քրդեր եւ այլ ազգի ներկայացուցիչներ, որոնք նաեւ հանդիսացել են մեր գենի կրողները։ 1918 թվականին գիտեք, դա մեր ատրպատականն է, իր Բաքուրակերտ մայրաքաղաքով, մեր Բաքուր արքայի անունով Բաքուրակերտ մայրաքաղաքով կարճ Բաքու, որը եւս հանդիսացել է Արմենիայի տարածքներից հատվածները։ Մենք ունեինք ազատագրման խնդիր։ 1918 թվականին ստեղծում են արհեստական Ադրբեջան, գոյություն չունեցող ցեղատեսակի հիմքով, իսկ 1923 թվականին ստեղծվում է Թուրքիա, կոչված պետություն։ Մինչև այդ Թուրքիա պետությունը այդ բոլոր պատմությունները կեղծ են։ Այդ պատմիչները գրել են այն, որ ձեր ուղեղները նստացնեն։ Դուք ինչ եք իմանում 60-70 տարի առաջ ինչ է եղել։ Այսինքն այն ժամանակվա ծնվածները ինչ իմանային, ինչի ինչոց է, եթե այսինքն պատմությունը չեն կարդացել եւ այնպես չի մատուցվել, ինչպես ցանկալի է պատմիչին կամ պատմիչին ցուցում տված իշխանությանը։ Հասկանում եք։ Ուստի է, սա ես չեմ ասում, փաստացի արխիվների հիման վրա հիմնականում բացահայտվել է, որ Թուրքիա կոչվածը ստեղծվել է, որին անմիջական մասնակցություն են ունեցել, հիշում եք մի բան է հիշատակեմ նոր, Վազգեն առաջինը գնում է Թուրքիա եւ Աթաթուրքի գերեզմանին դնում է ծաղկեպսակ։ Դրա տեսագրությունը ֆոտոները կան եւ որովից այսինքն քննարկման առարկա չի կարող դառնալ։ Կանոնական պոռնոները անմիջական մասնակցություն են ունեցել անմիջական մեր ազգի ցեղասպանությանը։ Բոլորը, որովհետև դա մասոնական օթյակի դուստր կառույցներից մեկն է, որը կատարում է ոչ թե մեր ազգի, մեր պետության շահերին սպասարկող գործողություններ, այլ սպասարկում է մասոնսկի լոժային, ջուդական լոժային, որը գործում է մեր ազգի, իդեպ, դա սեկտա է, այնտեղ ջուդական, հրեական, տենց ցեղատեսակներ չկա։ Նորից հիշատակեմ, Անգլիայում կա ազգածագումնաբանության ծառը, որի բնի վրա բունը Արմենիան է, բնականաբար արմենական ազգը, եւ դրանից հետո նոր ճյուղավորվում է Եվրոպա, Ֆրանսիա, Ամերիկա եւ մնացածը։ Թուրքիա մասնատում են երկու հատվածի, կանոնական երկու հատվածի, քրիստոնեական եւ մուսուլմանական, եւ մեր ազգի ներկայացուցիչներին իրար դեմ հրահարում պատերազմի։ Նույն, հիշում եք մի ժամանակ նաեւ կենսաբանական փորձաքննություններ էին կատարում Թուրքիայում բնակվող բնակչության մեջ եւ 90%-ը կենսաբանական փորձաքննության արդյունքում հայտնաբերում էին, որ բոլորը
մեր արմենական ծագումնաբանության նեն տիրապետում։ Հանդիսանում են մեր գեների կրողը, այսինքն նրանց հայրերը, մայրերը արմեններ են, հայեր չէ, արմեններ։ Եվ տարանջատելով կրոնական, հոգևոր չէ, կրոնական պատկանելություն ունեցող հատվածի հրահարել են իրար դեմ պատերազմների։ Եվ մեկը մյուսին մորթելով, որի անմիջական մասնակցություն են ունեցել բոլոր կրոնական պոռնոները, եւ նաեւ իշխանություն կոչված, կուսակցություն կոչված պոռնո երևույթները։ Դրանք բոլորը ոչ միայն պետական դավաճաններ են, ոչ միայն ազգասպան, պետություն, պետականություն վերացնողներ, այլ նաեւ այս պոռնիկների կողմից գրված միջազգային օրենքներով, միջազգային կոնվենցիաներով միջազգային հանցագործներ։ Միջազգային հանցագործներ։ Հիմա, եթե 1991 թվականով արդեն իսկ, տեսեք ես ձեզ նաև հիշատակեցի հիմքերը, որի մասին ես տասնամյակներ առաջ խոսել, ներկայացրել եմ, նաև դատական պրոցեսներ տարել, որ Ալմաթայի նաև ես վերջերս դատական, ոչ միայն դատական, այլ նաև իրավական դաշտով, էլի դադախազություն ածը, քնչը, մցված այս բոզի տղաները փախնում են։ Տեսեք, ի հայտ բերելու համար, որ սա օրինական է, հանցագործություն պարունակում է, թե չէ, քրեական օրենսգրքով արգելված արարք է, թե չէ, տեսեք այնպես հասարակ բաներով եմ ձեզ մատուցում, որ դուք գիտակցեք, ընկալեք, հասկանաք, մտորեք ասածիս վրա։ Որ ցանկացած գիտակից մարդ պիտի որ հասկանա։ 91 թվականով ամրագրել ես որպես ադրբեջանական տարածք, չէ՞։ Ուրեմն ինչ է նշանակում։ Ուրեմն նշանակում է, որ այլևս բանակցություն կոչված, միջազգային կոչված, Միսկի խումբ կոչված, համանախագահներ կոչված, դրանք ֆիկցիա են, մեկ, երկրորդը։ Եթե դու արդեն իսկ 91 թվականով, որի ամրագրումը, վավերացումը իրականացվել է 4 բոզի վաստակների անմիջական գլխավորությամբ նրանց համակարգերի մասնակցությամբ, սրանք բոլորը հանդիսանում են միջազգային հանցագործներ նաև։ Իրանք են հրահարել պատերազմներ, իրանք են հանդիսացել մեր ազգի գենոցիդին, նաև 15 թվականի, և նաև 91 թվականի, և նաև 2016 թվականի, և նաև 2020 թվականի, 90 թվականի, 91 թվականի կոլցո օպերացիաներին, սրանք բոլորը ծրագրված այս պոռնիկների կողմից հանցագործությունները, որին անմիջական մասնակցություն ունեն բոլոր համակարգ կոչվածներ ազգային ախորի դեպուտանկեքով կուսակցություններով հանդերձ։ Այդ դրա համար է բոլորը փախնում են։ Իսկ այս բոզի տղան, որ ես կանչել էր Փաշողլին, որ արեք հարց ու պատասխանի, հա, ինչի են փախնում դրանք, որովհետև հարց ու պատասխանի ժամանակը բացահայտվում կամ ոնց է լինի, ի հայտ է գալու այն փաստերը, որը կեղծիքի տեսքով մատուցվել է ձեզ, որը թատրոնի տեսքով մատուցվել է ձեզ, որը հնտրությունների տեսքով ձեզ խաբեությամբ, խարդախությամբ պարտադրել են, նշանակել են նրան, ովքեր իրենց են պետք, ովքեր հանդիսանում են իրենց գործակալները։ Սա է իրականությունը։ Ու այսօր ովքեր ծառայում են այս բոզի տղաներին, ովքեր ասում են մենք կգնանք ընտրություններին, մենք նոր ընտրություններ եւ այլ, սահմանադրական ճանապարհով, օրենքով, դրանք բոլորը գործակալներ են։ Բոլորը։ Սիամո կոչվածով, Պիդրովել, Այդմոնդներով, Էդուարդ Թաթոյանա, Փաթոյանա, ես ինչ Խերի Գանդոնա, սրանք բոլորը սրանց գործիքակազմներն են,
Սրանց գործակալներն են, որոնք օրինականացնում են այս բոզի տղաներին։ Օրինական կարգավիճակ են տալիս, որ ձեր ազգի, մեր սրբությունների, մեր երեխաների, մեր ոսկեսերուցքի դեմ կատարված գենոցիդը, ցեղասպանությունը, մեր տարածքների վաճառքը, պետության վերացումը, համակարգերի վերացումը օրինական կարգավիճակ ստանա։ Եվ դուք բոլորդ մասնակցություն եք ունենում ես բոլոր հանցագործություններին, պետական դավաճանություններին, միջազգային հանցագործություններին, կոնվենցիաներին, որոնք ժամանակին դրված է արդեն իսկ սրանց դեմը, եւ բոլորը պատասխան են տալու։ Դուք լավ գիտակցեք, լավ ընկալեք, որովհետեւ ձեզ օգտագործելուց հետո դուք ում խեռին եք պետք լինելու։ Ոչ մեկը այլևս պետք չի գալու։ Գրզոներին, դոդիկներին, լֆոներին, սրանք գիտեն թե փողը մեզնից, մեր ազգից, մեր պետությունից, որ հափշտակել են, զավթել են, լափում են, մտածում են այդ փողով իրանք փրկվելու են, տես բան չկա։ Տես բան չկա։ Բոլորը պատասխանատվության են ենթարկվելու։ Ու արժանի պատիժ եք ստանալու։ Բոլորիդ ոռը 4 տոնածառ պետք է մտնի։ Հրապարակա պետք է ոռնալով սատկեք։ Դուք մեր ազգի, մեր պետության թշնամիներն եք։ Մեր Արմենիայի, մեր արմենական ազգի թշնամիներն եք։ Այդ բոլոր փաստերը արկա են։ Մնում է ձեր մասնակցությունը, ես նկատի ունեմ իմ ազգին։ Ես նկատի ունեմ այն անձանց, ովքեր մարդկային հատկանիշներ ունեն։ Կապ չունի կրոնը, որովհետև այդ կրոնները ձեզ պարտադրել են, ու այսօրվա կրոնական պիդրները, ըլնի մուսուլմանական աշխարհ կոչվածում, թե քրիստոնեական, սրանք հոգևորներ չեն, սրանք կրոնական սեկտաների անդամներ են։ Եվ դրանք ձեր ուղեղները լվալով հրահրում են պատերազմներ։ Ձեզ վերացնում են, ձեզ ցեղասպանում են, նույն իրան կոչված այդ պիդրները, դրանց իշխանություն կոչվածը։ Ինչ արեցին։ Այդքան խփեցին Իրանին, Ադրբեջանի, տեսեք, ես ձեզ էլի հիշատակեմ, Արցախը վերցրեցին ինչի համար, որ Իրանին խփեն։ Ես Իրանի ղեկավարություն կոչվածին տասնամյակներ առաջ ներկայացրել է այս խնդիրը, որ Արցախը վերցնելով վերցնում են նաև Գորիս Սիսիան Մեղրի Ղափանը ճանապարհը, որը Խերժոն, որը Ռաուֆը, որի փաստերը ես ձեզ ներկայացրել եմ, Օսկանյան կոչված Վարդանիկը դրա մասին ներկայացրել է ձեզ, որից հետո Խերժոն հայ-թուրքական արձանագրություններով դաշտանների հետ ծախեց եւս, որի վերաբերյալ դատական պրոցես տարա։ Հիմա հարց, հասարակ պարզ հարց, եթե Արցախը մերը չէր, Խերժոյին 6 միլիարդ դոլար խի էին տալի, Փաշօղլուն 5 միլիարդ դոլար խի են տվել, Վանեցօղլու միջոցով, հա? Հարց եմ տալիս։ Եթե Արցախը մերն էր, Խերժոն, Ռաուֆը քորը չէին ճանաչում, Փաշօղլին չէին ճանաչում, հա? Հարց եմ, տեսեք, հասարակ պարզ հարցեր եմ տալի, որ այդ լրատվական պուտանկեքը, որ մեջտեղ են ընկնում իրանց լրատվական պոռնիկները, որովհետև այդ բոլորը, որ լրատվական պուտանկեքը վրոդի հավաքվում են ու դրանց հարցեր են մղում, որի պատասխանները մտածելով Խերժոն, Ռաուֆը տալիս են, դրանք սա թատրոն է, որովհետև այդ բոլորը նախորոք համաձայնեցված է, եւ այդ պոռնիկները տալիս են այն հարցերը, արդեն իսկ որը պլանավորված է, եւ Խերժոն, Ռաուֆը, եւ նաեւ Փաշօղլին, ինչի՞ չէ, եւ նաեւ քորը պիտի դրա պատասխանները տան։ Այն կարգով, որ արդեն վերլուծված է, քննարկման առարկա դարձել է, թույլ, պինդ, ուժեղ, թույլ
կողմերը հանած են։ Եվ տրված է այն հատվածը, կարճ համառոտ ներկայացնի ձեզ, որ դուք անգամ չմտորեք, չկարողանաք գիտակցել հասկանաք, թե դա ինչ է նշանակում, թե այդ բառը ինչ նշանակեց։ Տեսեք, հասարակ պարզ բան եմ ասում, եթե Արցախը մերը չի, հա, մերը չի, ըստ այս պոռնիկների, հա, բայց դեպքում հարցը հրաչանում, բա ինչի տարակ մեր երեխեքին զոհաբերեցիք, եթե մերն է, ինչի չեք ճանաչում Արցախը, չէ որ ռեֆերենդում անցել է, ինքնորոշում կոչվածը, ինչի չեք ճանաչում այդ ռեֆերենդումը, հա, Ցեք հասարակ պարզ հարցեր է, ստեղ թուղթ ու գիրել պետք չի, ստեղ փաստաթուղթել պետք չի, պարզապես պարզ, հստակ հարցեր է, որի պատասխանների հիման վրա ցանկացած, եթե անմեղ սունակ չի, պիտի գիտակցի, պիտի հասկանա, սխալ է, կեղծիք է, թե օրինական, թե ճշգրիտ։ Հիմա հասարակ տեսեք պարզ ձեզ հարցեր տվեցի, որի պատասխանները ցանկացած գիտակից մարդ պիտի տար։ Հետո ես ուզում եմ հեսա անդրադարձ կատարեմ եւս մի հատվածի։ Մի րոպե։ Один момент. Все так, коридор открыт. Хорошо, мы счастливы, потому что коридор был закрыт. Коридор открывается. Этот коридор, вопрос в том, почему Армения отдала его США? Почему США сказали, позвольте мне быть здесь? Во-первых, в этом коридоре США будут контролировать взаимосвязь Турции и тюркского мира. Во-вторых, Зангезур уже был местом, которое должно было принадлежать Азербайджану. Что же произошло за 100 лет? За 100 лет этот регион был отдан Америке. Теперь Америка стала защитником и опекуном Армении в этом регионе. Например, я могу объяснить это так. Была проделана прекрасная работа. Это был большой успех. Можно было бы сказать, что в Сирии тоже был большой успех или что-то в этом роде, но в реальной политике все обстоит иначе. Ситуация именно такая. Сейчас в Восточном Средиземноморье, в Эгейском море мы отмечаем, что у США есть база здесь и база там, верно? Теперь после этого мы также отметим Зангезур. Я не понимаю, почему те, кто был против этого раньше, сейчас не возражают. Я также не понимаю, почему они радуются. Ведь уже существовала статья 9. Почему Армения не села и не открыла коридор? Конечно, здесь и Иран во многом виноват. Почему? Если бы Иран согласился, США не смогли бы занять такую позицию. Иран был важным игроком в процессе, который препятствовал открытию. Да, конечно. Почему? Потому что, во-первых, он не хотел объединения тюркского мира. Он не хотел, чтобы регион развивался и Азербайджан развивался одновременно. Он настаивал на этом, но эта настойчивость привела сюда Америку. Таким образом, Соединенные Штаты Америки появились здесь в результате театра, разыгранного за закрытыми дверями. Кто на самом деле открыл это пространство? Кто открыл эту территорию для Соединенных Штатов? Открыватель? Армения плюс Иран. Теперь все так. Հիմա Открыто. մի րոպե։ Օրս յուրահատուկ Счастливы, потому что коридор был Հիմա հիշում եք, չէ, ես տարիներ դրա մասին խոսել եմ, ասել եմ։ Հայ-թուրքական արձանագրություններով Խերժոն ստորագրեց ճանապարհային քարտեզը, որը ես դրա մասին նաև ասել եմ, 2006 թվականի շանթի եթերով հրավիրված էր Արմեն Ռոստոմյան կոչված են պոռնկածինը, որը նշված ժամանակահատվածում 2006 թվականին հստակ ասեց եթերով, շանթի եթերն էր նվերնել վարում էր հաղորդումը, ինձ զանգեցին ու ասեցին մտիր, в общем, այս խնդրով առարկաները բարձրաձայնի Ռոբյան։ Ես մտա ու այդ եթերի ժամանակ այդ պոռնկածինին ինչ որ պետք էր ասեցի։
Հիմա խնդիրը ինչու՞մն էր։ Այդ ժամանակահատվածում անգամ արդեն իսկ համաձայնեցված 2006 թվականին։ Հիշում եք 2008 թվականին, չէ՞, Խերժոն եկավ։ Այսինքն այդ գործողությունները արդեն իսկ ծրագրված, որի վերաբերյալ նաև ես եթերը ունեմ, եթերը ահագին մարդիկ նայել են, հազարներով, որը փակել են այնտեղ հարյուրավոր հազարները միլիոնի հասնող փաստերը ներկայացնում են որպես 20,000, 15,000 եւ այլն։ Բայց Վարդանի Կոսկանյան կոչվածը ինքը դրա մասին հստակ ասել է, որ ճանապարհը պետք է տանք։ Ճանապարհը պետք է տանք ամրագրված փաստաթղթերի վրա։ Հայ-թուրքական արձանագրություններով Խերժոն վավերացնում է նշված փաստաթուղթը։ Վավերացնում է։ Հիշում եք, չէ՞, դաշտանները որ եկել էին, այն ոռի շորերը, էլի, որ հրապարակը լցրել էին 2009 թվականին, ես դատական process-ը տարա հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, որի ժամանակահատվածում ինձ փակեցին, կողեցին բերդ առանց դատարանի որոշման, որ ես իմ ձենը կտրեմ, որ դրա մասին չհրապարակեմ։ Բայց դրա մասին հրապարակվեց նաև Ամերիկայում, Ֆրանսիայում եւ այլն, բայց մեր պոռնիկները դա թաքցրեցին, պարտակեցին, քողարկեցին, դառնալով հանցակից, մասնակից այս բոլոր համակարգերի աշխատակիցներին նկատի ունեմ, որ այդ բոլոր փաստերը դուրս չգան ջերերես։ Եվ այս բոզի տղային բերեցին, այս Փաշողլուն, որ այդ բոլոր գործողությունների ի կատարածելը դրվի այս բոզի տղայի վրա։ Խերժոյին տրված էր, որ անգամ Օսկանյան կոչվածը Վարդանիկը իր ելույթում ներկայացնում է, որ Խերժոն կարգը դրեց ձիերից առաջ։ Այսինքն այն գործողությունները, որը պետք է ընթացակարգով գնար, այսինքն տարածքները հանձներ, նոր մտներ բանակցությունների մեջ, նա սկզբից մտնում է բանակցությունների մեջ եւ պարտադրում է, հրապարակում է, որի հիման վրա աղմուկը բարձրանում է եւ Խերժոյին Ամերիկայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում գլուխը պետք է ջարդեին, դաշտաններն են փրկում։ Հիմա նորից եմ ասում ձեզ։ Այսօր պետական դավաճանության փաստերը արկա են, սկսած 91 թվականոց, Քորով, Վզգոյով, Դեմիրճանով, Փաշողլիով, համակարգերով, կուսակցություններով բոլորը հանդիսանում են պետական դավաճաններ, միջազգային հանցագործներ։ Սրանց բոլորին գնդակահարություն է ասնում։ Ոչ միայն իրանց, այլ բոլոր իրանց հանցակից մասնակիցներին։ Նորից եմ ասում, գիտակից հատված, ազգի գենի կրող հատված։ Միացեք ազատագրելու մեր Արմենիան։ Մեր Արմենիանը, Թուրքիա, Ադրբեջան գոյություն չունեն։ Դրանք մեր տարածքներն են։ Մենք ազատագրվելու խնդիր ունենք։ Ազատագրվելու 480,000 քառակուսի կիլոմետր, 290,000 արևմտյան Հայաստան, 40,000 Կիլիկիա, Նախիջևան, Փայտակարան, Ատրպատական, Պարսկաստանի տարածքում էլ ունենք տարածքներ պահանջ, Բաթումի, Ախալքալակ, Ախալցխա, Լեռնային, Դաշտային Արցախ, Ատրպատականը Բաքուրակերտ մայրաքաղաքով, Կարճ Բաքու, դրանք բոլորը մեր Արմենիայի տարածքներն են։ Միացեք ազատագրելու, ովքեր չմիացան Թուրքի շինված բազմակի օգտագործված գանդոնները, ովքեր գնում են սրանց այդ ընտրության, մասնակցություն են ունենում, ուրեմն փաստացի աջակցում են սրանց այս պոռնիկներին, որ նորից կատարվի ցեղասպանություն, նորից կատարվի պետության պետականության ոչնչացում, այսինքն սրանք բոլորը հանդիսանում են պետության ազգի թշնամիներ։ Միացեք, ազատագրենք մեր երկիրը։ Խոսենք։